Հաճախ ինձ բռնացնում եմ, որ կարծես թե ես շատ մեծ բեռ եմ դրել իրանց վրա իմ անցած ճանապարհով։ Որտեղից են գալիս այդ ակնկալիքներից։ Ինչու եմ ինձ ուզում, որ երեխան գնա եւ դպրոց եւ այնտեղ գերազանցիկ սովորի, անպայման ավարտի երաժշտականը, այն ինչ որ Սովետի թվին ծեծելով ինձ 7 տարի տարել են, բայց ես ունեի բացարձակ լսողություն, որ ես վարի տվեցի, որովհետեւ ատում էի, երբ ինձ ստիպում էին։ Ստիպեցին, ավարտեցի, CSA ուզում էլ չմոտեցա մի 10 տարի։ Դաշնամուրի մինչև հետո մեծ տարիքում արդեն ինքնուրույն գնահատեցի, ասում եմ, իրենց դաժան այդ վերաբերմունքը իմ դաշնամուրի հանդեպ։ Ինչպես վարվել սմարթֆոնների, գadgetների գեր կիրառության, շատ օգտագործման, այդ doom scrolling-ի երևույթի հետ, որ անընդհատ ես ժամանակալում նայում եմ իմ թինեյջերը ինչ որ մի էփում 5 ժամ անցկացնում օրական, այն ինչ անել է։ Աշխարհը թվային է, թվայնացված է։ Ես ինչու չեմ կարողանում դուրս գալ իմ Telegram-ից, Instagram-ից, Facebook-ից, դեռ երազում եմ դրա մասին, որովհետև կներեք իմ գործը կապված է դրան։ Ես չեմ կարող։ Ես պիտի այնտեղ լինեմ, որովհետև այսօր եթե դու չկաս վիրտուալ աշխարհում, դու չկաս ընդհանրապես, առնվազն որպես կազմակերպություն, հա։ Եվ աշխարհը թվային է, եւ իրենք ծնվել են այդ թվային աշխարհում։ Իրենք մեղավոր չեն, որ երբ ծնվել են, մենք հաց ուտելուց, որպեսզի այնքանավոր ուտի, այդ դա դրել ենք դիմացը, որ ինքը ուտի, նայի չհասկանա ինչա կատարվում, մենք ճղտենք բերան։ Սիրելի բարեկամներ, մեր հաղորդման գլխավոր գործընկերն է Կարդիոլաբ բժշկական կենտրոնը։ Կարդիոլաբը մասնագիտացված սիրտանոթային խնամքի կլինիկա է, որտեղ դուք կարող եք շատ բարձր որակով եւ արագ անցնել ձեզ անհրաժեշտ բոլոր ամբուլատոր սիրտանոթային քննությունները։ Կարդիոլաբում մեր արժեքներն են որակը, պրոֆեսիոնալիզմը եւ պացիենտակենտրոն մոտեցումը։ Բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ նկարագրության բաժնում։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք։ Բարի երեկո, սիրելի դիտորդներ, կրկին եկել է երեքշաբթի երեկոն եւ ձեզ հետ եմ ես, Սրտաբան Տաթևիկ Հովակիմյանը Cardiolab podcast-ում։ Ցանկանում եմ հիշեցնել, որ մենք այստեղ հավաքվել ենք, որպեսզի լինենք ավելի առողջ, ավելի գիտակից, սեփական առողջության վերաբերյալ որոշումները բուժաշխատողների հետ կիսող քաղաքացիներ։ Եվ ինչու է այսքան կարևոր այսօրվա մեր հաղորդումը, քանի որ առողջության վերաբերյալ գիտակցումը սկսվում է ամենավաղ փուլից, մանկությունից։ Եվ իհարկե, բացի ֆիզիկական առողջությունը, ինչպես գիտեք, մեր ոդքասթում նաև շատ կարևորվում է հոգեկան առողջությունը։ Հենց այս նպատակով է, որ այսօր հրավիրել եմ մեզ հյուր լեզվաբան, հոգեբան, ծնողի դպրոցի հիմնադիր Աննա Վելիցյանին։ Աննա ջան, ողջույն։ Ողջույն Տաթևիկ ջան։ Նշեմ, որ շատ հիացած եմ քո կատարած աշխատանքով, սիրով հետևում եմ եւ կարծում որ ահռելի գործ ես անում մեր երկրի, մեր հասարակության համար։ Շնորհակալություն, որ այստեղ ես։ Շնորհակալություն հրավերի համար ու բարի խոսքերի համար։ Շատ հուսով եմ, որ գոնե 1% է ամեն ինչ դուք ասեցիք, մենք անում ենք թիմով, այո։ Միանշանակ ես իմ օրինակից կարող եմ ասել, մեր ընտանիքի օրինակից։ Ասես խնդրեմ, որտեղից ծագեց որոշումը ծնողի դպրոցը ստեղծելու, որովհետև այն թվականներին, երբ նա ստեղծվեց, ես հիշում եմ դա շատ բացառիկ էր։ Հայաստանում դեռ չկային ոդքասթներ, չկային նմանատիպ հարթակներ, այ ինչը խթան հանդիսացավ ստեղծելու այդ հարթակը եւ այդքան կարևոր օգտակար գործ անելու համար։ Ոչ մի նորություն ասած չեմ լինի, որ ասեմ, որ շատերս ինչ որ մի բան կյանքում սկսում ենք, երբ որ դրա կարիքն ունենում ենք ու չենք գտնում։ Ճիշտ նույն պատմությունն եղավ ինձ հետ, երբ աղջիկներիցս մեծը դարձավ 9 տարեկան, ես տեսա իր փոփոխությունները եւ պատրաստ չէի ես այդ շոկին, հա, որ 9-ից սկսում են ինչ որ բան թաքցնել, ինչ որ բան ստել, ինչ որ բան հորինել, չլսել, չուզենալ ենթարկվել այնպես ինչպես մինչև այդ sense պուպուշ, փափուկ, խելոք, ամեն ինչ իդեալական, ու սկսեցի հարցեր տալ ինքս ինձ, շատ հարցեր, իսկ ես ինչ կարող եմ անել, դա տևեց մոտ 2 տարի, ես ընթերցեցի շատ գրականություն, ոչ հայերեն ցավոք սրտի, այն ժամանակ հատկապես դեռ դա չկար, եւ հասկացա, որ ես ուզում եմ խորանալ սրա մեջ, եւ ունենալով հոգեբանական կրթություն եւ ունենալով այդքան գիտելիք, ես այդ մարդուկից գլուխ չէի հանում, ու հասկացա, որ կան մարդիկ, ովքեր շատ լավ դրանից գլուխ են հանում ու կան իմ նման շատ ծնողներ։ Հետևից էլ ծագեց գաղափարը, թողեցի իմ սիրած գործը, որտեղ մի 10+ տարի արդեն աշխատում էի, հասկացա, որ ինչ որ տարիք է գալիս, որ հասկանում ես, որ գործը միայն գործ չպիտի լինի։ Ինչ որ բան ուզում ես ստեղծել ու թողնել,
Հետևից էլ հիմնեցինք, դուք ճիշտ եք, շատ բաներ։ Սկիզբը շատ շոկային էր, անգամ իմ մտերիմների, ընկերների, հարևանների համար։ Միակ մարդը, որ ասեց, այո, Աննա ջան, իսկ ես շատ աջակցում, ամուսինս էր, բայց հիմա այս մենքը վախեցավ ուղղակի ինձ ասի, որ չէ։ Սուսպուս լրեց ասեց գործ չունեմ, սա որ մի միտք է գլխում ծագում, պիտի տանի միևնույն, ավելի լավ է կողքը լինի։ Ինչ հետաքրքիր է։ Այ հիմա կարծում եմ մի գիրք disruption-ի, չգիտեմ այդ տերմինը ինչպես թարգմանել հայերեն, բայց երևի այսպես կտրուկ փոփոխության մասին է գնում խոսքը վերաբերյալ մեր կյանքում եւ երբ են դրանք իրականանում եւ ինչու չի կարելի ինչ որ առումներով խուսափել դրանցից, որովհետեւ եթե այդ կտրուկ փոփոխությունները չլինեն, մենք այսպես մանր տանում ենք մեզ նրան ինչը ավարտին սպասում է բոլորիս, հա, եւ այդ առումով այդ որոշումը աշխատանքը թողնելու եւ միանգամից բոլորովին անորոշ մի ուղղությամբ գնալու շատ հարգանքի արժանի է, բայց կուզեի հասկանալ թե որ գործոններն են, որոնք դրդել են այդ ճանապարհը ընտրել եւ ինչպես ա եղել, որ այդ ռիսկին եք գնացել, որտեղ կարծում շատերին մեր դիտորդներից հետաքրքիր կլինի։ Ինձ թվում է սա շատ նման է, որ լսում եք, չէ, կոմֆորտ զոնայից դուրս գալ։ Ահա որ բարդ է դուրս գալ կոմֆորտ զոնայից, ինչու, որտեվ մարդու հոգեկանը հարմարվում է այդ զոնային, ավելի ստեղծում է իր համար այդ կոմֆորտ զոնան, ըստ որում ամեն մեկինը տարբեր է, չեք գտնի երկու մարդ, ում կոմֆորտ զոնան ճիշտ նույնը կլինի, քիչ է այդպես լինում, եւ ընդունել որոշում դուրս գալ կոմֆորտ զոնայից, դա բավականին մեծ ստրես է։ Բայց կան մարդիկ, ովքեր փնտրում են անվերջ այդ ստրեսը, եւ կան մարդիկ, ովքեր շատ ավելի նախընտրում են կայունությունը, կանխատեսելիությունը եւ այդ փափուկ կոմֆորտը, հա։ Աճը ցավոք սրտի կոմֆորտից դուրս է։ Ցանկացած աճ այդ մեր գծած շրջանակից մի քայլ դուրս դնելով է սկսվում։ Եվ ես խրախուսում եմ այդ մի քայլ դուրս դնելը, անգամ այս անկայուն աշխարհում, կյանքում, թե տնտեսական ու ֆինանսական եւ թե հոգեկան մեր անկայունության վիճակներում, եթե ինձ մոտ ոնց եղավ, ես հասա մի կետի, երբ հասկացա, որ այն աշխատավայրում, որտեղ շատ սիրում ու աշխատում էի, ես ոչինչ չունեի տալու եւ ես ոչինչ չունեի վերցնելու։ Հավանաբար տարբեր փուլերում մեր այդ 10-ամյա ճանապարհի, հա, իմ սիրելի աշխատանքի, իմ սիրելի մարդկանց հետ, ես կամ տվել եմ կամ վերցրել, հաճախ երկուսն էլ եղել է։ Բայց որ վարքյանին ես հասկացա, որ ես կսկսեմ ինքս ինձ խաբել, ես պարզապես գումարի համար առավոտյան կվերկենամ կամ գործի, ես այդտեղ ոնց էր դու։ Մի օր ազնիվ քայլ է եղել փաստացի։ Ազնիվ էր եւ ինձ հետ եւ իրենց հետ, որովհետեւ եթե ես պիտի գնամ գործի զորով, շատ տհաճ համեմատություններ են իմ գլխում անցնում, երբ մարդն ունի այդ դժբախտությունը զորով առավոտյան, հա, չուզենալով արթնանալ ու գնալ գործի, ու ոչ թե 1 օր, 2 օր, ինչպես շատերիս մոտ դա կարող է լինել, հա, այնպես չի որ հիմա երբ իմ սիրած գործով եմ, երբեք չեմ զբաղվել սիրած գործով, բայց ունեցել եմ այդ ճոխությունը կյանքում, բայց միևնույն է, եթե դա որոշ օրեր են ամսվա մեջ, բնական է, ոչ ուզում ես անկողնուսդ վեր կանալ, ոչ էլ ուզում ես ինչ-որ մի բան անել, բարի գործ անել, բայց երբ դա զգում ես, որ արդեն հասել են կետի, որ դա պետք է լինի տևական, ինձ թվում է պետք է ռիսկի գնալ։ Կարելի ասել, որ հարկավոր է, որ մարդ խորությամբ ճանաչի իր էությունը եւ հասկանա իր առաքելությունը։ Որպես հոգեբան ես պիտի ասեմ այո, որովհետեւ ամեն ինչ սկսում է մեզ ճանաչելուց։ Եվ դա էլ է դժվար ու ցավոտ process, Թաթևիկ ջան, որտեւ երբեմն ճանաչում ենք ու հիասթափված ենք մնում։ Ճանաչել ինքդ քեզ նշանակում է ընդունել, որ դու այսպիսինը չես, իսկ դու անդադ ձգտում ես այդպիսին քեզ աշխարհին ցույց տալ։ Ինքդ քեզ ցույց տալ։ Շատ հաճախ հայրից դեպքում ծնողներից ցույց տալ, մորդ ցույց տալ, որ դու կարող ես։ Դու ավելին ես, քան ինքը իր մտքում մտածում է, բայց հնարավոր է այդ մարդը վաղուց չի մտածում, իսկ դու փոքրուց քեզ հետ բերած սցենարներով, հա, աշխատում ես, ձգտում ես, ջուր բաներ ես ապացուցում։ Ընդունել ինքդ քեզ նշանակում է ընդունել, որ դու կարևոր ես։ Ինչը հայրից դեպքում շատ քիչ է լինում։ Կարևոր են բոլորը, ծնողները, երեխաները, գործը, ամեն ինչը, ազգը, ամեն ինչը բացի ինձանից, չէ, ես կարևոր եմ։ Սերի հետ կապված դիֆերենցիացիա կա այդտեղ ձեր կարծիքը։ Շատ հաճախ եւ հա եւ չէ։ Օրինակ նույն տղամարդկանցից շատ ակնկալում են այդ պետքեների շարքը իրենց վրա շատ է դրված։ Պետք է աշխատես, պետք է ամուր լինես, պետք է ուժեղ լինես, պետք է ընտանիքը պահես, պետք է բանակ գնաս, պետք է չնվաս, պետք է չլացես փոքր տղաներին, պետք է հույզերը ցույց չտաս։ Տղա ես մի լացի։ Քանի անգամ լսած կլինեք, չէ՞։ Շատ։ Ու ես որպես հոգեբան այդ մանկական խաղահրապարակներում կամ տարբեր տղա ես վերելակներում մի լացի տղա ես, այսինքն չարտահայտեմ հույզը, ես հույզ ունեմ, ես հուզվեցի գուցե, հա, ոչ թե որովհետև ես թույլ եմ, կամ նույն թույլ լինել այնքան բնական է, կամ աղջիկ ես մի գոռա, մի բարկացի, մի զայրացի, աղջիկներն էլ արգելված է զայրույթի հույզը։ Համեն դեպս մեր տարածաշրջանի չեմ ուզում նշեմ որ, որովհետև երկար ենք մտածելու մենք ասիական թե եվրոպական թե ինչ-որ արանքում մնացած քաղաքակրթություն ենք, բայց ամեն դեպքում չկա արգելված հույզ, կա արգելված արտահայտման ձև։ Ես չեմ կարող հիմա բարկանալ, ես սեղանը շուրջ տամ։
բայց ես կարող եմ բարկանալ։ Ուղղակի պիտի ճիշտ արտահայտեմ։ Դա է փոքրուց երեխաներին ներարկելը, որ դու կարևոր ես, քո հույզերը կարևոր են, արտահայտիր այնպես, որ ոչ քեզ, ոչ դիմացինին չվնասես, հա, դե կբերի նրան, որ մեծ հասակում մարդիկ ավելի քիչ կոնֆլիկտներ կունենան։ Ճանաչել եւ անուններ տալ նաեւ հույզերին, հա, օրինակ երեք տղաս մոտեցավ ինձ ասեց. «Մամ, նախանձը ինչ կարծիք ես նախանձի մասին 13 տարեկան»։ Ինչով ես։ Եվ ինքը այդպես խորացել է ու փորձել է հասկանալ, թե դա ինչ է, բնական է արդյոք թե ոչ, եւ ինչն է դրա պատճառները, ինչպես կարելի է դրա հետ կապված ինչ որ քայլեր ձեռնարկել, հա։ Այստեղ մնում է երևի թե բացատրել, դուք ասես որ նա ճիշտ է, որ բոլոր տեսակի հույզերը բնական են։ Կյանքի իրավունք ունեն։ Այո։ Եթե զգում ես ուրեմն կա այդ հույզը, կաս դու զգում ես դա, ձեր միտքը դու չես կարող կառավարել շատ հաճախ, չես կարող անverջ զսպել, օքեյ, զսպենք։ Գնանք տարիներով զսպենք մեր հույզը, օրինակ նույն նախանձը վերցնենք նախանձը, էական չի որ տարիքում, հա, տարիներով կարող են զսպել։ Բայց ինչ որ մի տեղից այդ հույզը պիտի դուրս գա, չի զսպել, եթե կարելի է կոնստրուկտիվ բառը շատ ենք սիրում, կառուցողական ձևով արտահայտել այդ հույսը, զրուցել մարդու հետ, ավելի անկեղծ ասել, մինչև 10 հաշվել նոր ասել, բայց ի վերջո ասել, չէ։ Ու այդ որ ասեցիք մամ նախանձի ինչա, փոքրուց ինչ նշանակում այդ ծեծված, հա, չարչրկված այդ արտահայտությունը, հուզական գրագիտություն, չգիտեմ, հուզական ինտելեկտ, շատ լսած կլինեք դրա մասին։ Դա հենց դա է։ Երեխան եկավ, պատմեց, Նարեկը գցեց գրիչս, ինձ հետո հրեց, ես էլ ժանա, խոսում է, լսում եք համբերատուր ասում, կարծես բարկացել ես։ Ու ասենք այդ 6 տարեկանը կարող է չիմանալ, որ դա կոչվում է բարկություն, կամ ընկերուհիս ինձ չհրավիրեց ծննդյան տոնակատարությանը, դասարանից մյուսներին հրավիրեց, կարծես հիասթափված ես։ Այդ ծեր ասած անուն տալը, հա, հույզին իրավունք տալը, անուն տալը, այդտեղից էլ սկսվում է հուզական գրագիտություն։ Մեր հայկական իրականությունում ծնող երեխա հարաբերությունները ինչ որ առանձնահատկություն ունեն, թե ընդհանուր առմամբ գծերը կրկնում են այնինչ ամբողջ աշխարհին է բնորոշ։ Չի ասի թե հենց հայկականը տարբեր է։ Կարող ենք ասել, որ ասիականը տարբեր է, կարող ենք ասել, որ արևմտյանը տարբեր է, կարող ենք այդ արևմուտքն ասիան բաժանել ենթախմբերի այնտեղ էլ ինչ որ տարբերություններ գտնել, բայց չէ, ծնող երեխա հարաբերությունները գրեթե միշտ նույնն են։ Այլ հարց է, որ մշակութային առանձնահատկություններից ելնելով միտեղ ինչ որ շատ ակնկալիքներ կա երեխայից կամ ծնողից, միշտ ավելի քիչ։ Մեզ մոտ առատ է ամեն ինչ ըստիս բուրըն է, մենք այդպեսին ենք, հա, մենք այդպես ջրի երեսին ենք, բարկացած ենք, լավն ենք, բարկացած ենք, մինչև բոլոր հարևանները իմանան, որ մենք բարկացած ենք։ Եթե սիրում ենք ամեն հնարավոր ձևերով, տակտիլ, խոսքով, գրկելով, պաչիկներ եւ այլնով, բայց ես կարծում եմ, որ կա մի միֆ, նախապես ներողություն եմ խնդրում, եթե պետք է հիասթափեցնեմ մարդկանց, բայց կա միֆ, որ մենք հայերս հանուն երեխաների պատրաստ ենք ամեն ինչի, ուրիշ ոչ մի ազգ, մենք երեխայասերդ, երեխայակենտրոն եւ այլն, շատ հարցեր ունեմ այս մասով։ Եվ իմ անձնական փորձից ելնելով, եւ նույն ամուսնուս, որը ձեր գոլեգան է, իր փորձից ելնելով, թե ինչու դա այդպես չէ։ Որովհետեւ երբ մենք ասում ենք ես հանուն իմ երեխայի ամեն ինչ, բայց հետո ամուսնալուծության ժամանակ այդ երեխային տարիներով դարձնում ենք խաղալիք, եթե ինքն մոտ պիտի մնա եւ ով պիտի խնամակալությունը վերցնի, երբ մանիպուլացնում ենք այդ երեխային այդ ամբողջ process-ում մոռանալով, որ ինքը կա, երբ մենք մեր անձնական հարցերն ենք լուծում չստացված ամուսնության ժամանակ, կամ երբ երեխային սիրելով հանդերձ ասում ենք ես կլուծեմ այդ խնդիրը, ոչինչ որ գիշերային վախեր ունի, հա ինչ անենք ով չի ունեցել գիշերային վախեր, բայց հետո ամեն տարիքային փուլում այդ վախերը, չգիտեմ 6-ից 10-ի տարիքային փուլի վախը մենք տեղափոխում ենք 10-ից 14-ը, 10-ից 14-ը տեղափոխում ենք այդ ամբողջ այսպես սուբլիմացվում, ամորֆ ձևերով շարունակվում է անverջ, որտեղ մենք չենք գտնում, որ մենք այն աշճան խնդիր ունենք, որ երեխային տանենք հոգեբանի մոտ, կամ նույն ամուսնուս կյանքից, հա, բազմաթիվ դեպքեր, երբ 4-րդ օրը գիշերը ժամը 2-ին կարող ենք կոտրած ձեռքով երեխային բերել հիվանդանոց եւ ասել 4 օր առաջ ոնց որ ընկավ ու հարցին թե ինչու եք բերել 4-րդ օրը գիշերը ասում են դա չի թողում քնենք ուտեղ ամուսնուս հարցն է գալիս եթե թողեր քնեք դա կմնար նորմալ է կարևորը քնեք ու եթե ձեր մատը փուշ մտներ որ օրը կգայի գլուխը կախ ասում են նույն օրը Ես ավելի ցավալի դեպքեր եմ հանդիպել, երբ օրինակ բնացի սրտի հիվանդությամբ ծնված երեխաներին թողնում են մանկատանը կամ օրինակ մայրը տեղյակ չի լինում ընդհանրապես որ այդ երեխան կենդանի է եւ այլն շատ ցավոտ հարց է եւ կարծում եմ բացաձայնման ենթակա հարց է։
Ըստ իս սիրել նշանակում է տեսնել դրա այդ դիմացինի մեջ մարդուն եւ ոչ թե ապրանքի, ըստ որում սեփականության, այսպես բանով բոլոր են ատրիբուտներով, ասա իմ սեփական երեխան է եւ ինչ կուզեմ կանեմ։ Այդտեղից են սկսվում բոլոր խնդիրները, որովհետեւ սեփական աթոռը ես կարող եմ ինչ ուզում եմ, ես կարող եմ փոխել իր աստառը, ես կարող եմ դիրքը փոխել, ես կարող եմ վերջնաշով ոտքերը կտրել, կարճացնել կամ հակառակ տակը մի բան դնել, բարձրացնել, բայց դիմացը մարդ է, լրիվ առանձին, կներեք, ասում եմ, պիտի խոստովանեմ, մեզ լրիվ առանձին, մեզանից լրիվ անկախ էակ է։ Մենք կարող ենք ինչ-որ մի բան փոխել այդ մարդու ուղղության մեջ, եւ եթե կարող ենք որ տարիքում դե պետք է ավելի շատ աշխատել եւ ինչ գործիքներ ունենք այդ ուղղությամբ աշխատելու համար։ Ուղղությունը փոխելը մեր առաջնային գործն է, բայց ոչ թե կոտրել, ջարդել ու դնել այն ուղղության վրա, որը մեզ էր պետք։ Որտեղ մենք էլ չգիտենք շատ հաճախ մեզ ինչ է պետք։ Մեզ միշտ թվում է թե մենք գիտենք, հա, երբ որ այդ փուլերի մասին փոփոխության ասեցինք, ես ինքս զգում եմ ինձ վրա, որ ես ամեն 10 տարին մեկ փոխվում եմ։ Հնարավոր է ինչ ես 10 տարի առաջ էի ուզում իմ երեխայի համար, այսօր ես չեմ ուզում։ 10 տարի առաջ ես շատ բան էի պատկերացնում ինչ եմ ուզում։ 10 տարին անցել է, ես գրեթե ոչինչ այն 10 տարի առաջվա ցանկություններից իմ երեխայի համար հիմա չեմ ուզում։ Մենք պիտի լինենք կողքին, շատ լավ ասեցիք, կողքին, թիկունքին, այսպես հա, մի կես քայլ հետևը, ստվերի նման, ուղղությունը ցույց տանք, բայց ուղղությունը չպարտադրենք։ Լավ կլինի ուղղություններ ցույց տանք, հա, որ ձախ գնաս, սա կպատահի, աջ գնաս, այսպես կարող է լինել, ուղիղ գնաս, գուցե այսպես կլինի։ Ես չունեմ այդ պատասխանը, ես 100% ոչինչ չեմ կարող ասել, բայց ես քեզ պիտի զուշացնեմ, դա իմ որպես ծնողի առաջնային պարտականությունն է, քեզ պաշտպանել։ Մնացած ինչ էլ որոշես, ես քո կողքն եմ։ Ըստ որում, խոսքը չի գնում է այտենց 16-18 տարեկանին դա ասել։ 3-4, հա։ Դա սկսում է շատ պրիմիտիվ բանից նախաճաշին դնել թե եւ հյութ ասել, բալաս թեյ կխմես, թե հյութ, ոչ թե ասել առես քեզ թեյ, ասել քեզ զվացեղը։ Մենք քանի անգամ ենք մեր փոքրիկներին հարցրել առավոտյան կուտես, ոչ թե ինչ կուտես, դա շատ վերացական հարց է, խուսափենք դրանից ընդհանրապես։ Կուտես խաշած ձու, թե շիլա։ Ես 3 տարեկան եմ, պահո, ինձ պատիվ են արել հարցնել, ես կուտեմ խաշածը շիլա, մի րոպե մտածեմ, ձուրեկան, вообще ձուել այդքան չեմ շիլա։ Մեծերին չեմ հարցրել, փոքրին երրորդին սկսել եմ հարցնել, երևի չէ, ես եմ փոխել 10 տարի։ Երրորդներն էլ լրիվ շենք։ 16 տարեկանի հարցնել այսօր կհակնես կարմիր տավատը, թե կապույտ։ Ծնված օրվանից ոչ թե դնել հագուստ ու ասել, արի, շուտ արա, ուշացանք։ Ես գիտեմ, որ մենք միշտ ուշանում։ Ես ինքս եմ միշտ ուշանում։ Ես ունեմ երեխա, ում Աստված ինձ ուղարկել է հատուկ։ Ես հիմա դա գիտեմ, հատուկ, որ ես համբերատարություն սովորեմ։ Որտեւ այդ երեխային ասել ուշանում եմ, նշանակում է ոչ միայն ոչինչ չասել, այլ ճիշտ հակառակ process-ն է սկսվում։ Եթե մեր տարը 8 տարով ոչինչ չենք ասում այլևս, որտեւ երբ աղջկաս ասում ենք դե շուտ արա ուշացանք, ինքը 2 անգամ, որտեվ պանիկայի է ենթարկվում։ Հիմա որոշել ենք ուղղակի հանգիստ, որ իր հարսանիքին իրեն 2 ժամ ավելի շուտ ժամ ենք ասել, ասենք թե չլինի, արարողությունը սկսում է 6-ին, իրենք ասենք 4-ին, ու դեպքում ամեն ինչ նորմալ է։ Խորը շունչ ենք քաշել եւ ընդունել ենք այդ փաստը։ Իսկ մեծը սկայծակի արագությամբ է խոսում, շարժվում, անում, դնում տարբեր են։ Տարբեր մարդիկ են։ Այո, եւ եթե 6-ին հարցնում ես դու սա կամ սա կհակնես, ծնողը հաճախ ասում է կգնա ամառային շալվար, ասում դուք մի դրեք ամառային շալվար։ Դուք առաջարկեք այն ինչ կուտես 2 կտոր բրոկոլի թե 3, բարձր ասել 2, բայց չի ասելու չեմ ուտում բրոկոլի։ Որ ասի չեմ ուտում, կասես կներես, այլ ընդրանք չկա։ Ու թող 4 օր չուտի այդ բրոկոլին, 5-րդ օրը կասկանում կսոված կմնա, ուծեք բրոկոլին կամ կաղա խնդրի ասի, կարեմ բրոկոլի վրա թթվասեր անեմ, կասես հա կարես։ Բայց հարգել։ Հույս ունես, հարգում եմ, համաձայն չեմ, բայց հարգում եմ։ Ու հաճախ էլի ծնողների հետ այսքան տարի աշխատանքում ասում ենք ընդունեք երեխային, ասում եմ ոնց եթե ընդունեմ, շակմա համաձայն եմ, ասում եմ ոչ։ Ընդունել նշանակում է ես ընդունում եմ, որ դու հիմա իմ վրա բարկացար։ Ես ընդունում եմ, որ դու բարկանալու իրավունք ունես, ես հասկանում եմ ինչու բարկացար, հավանաբար ես էլ քո տեղը անկեղծ նույնը կանեմ, բայց չէ դու չես կարող թաքնել։ Հասկանում եք տարբերությունը։ Ես ընդունում եմ, որ դու ինձ հետ համաձայն չես։ Ես ընդունում եմ, որ դու հիմա բարկացած ես, բայց չէ դու չես կարող քրոջը ծեծել։ Չես կարող իրեն խփել։ Արի գնանք բարձին խփենք։ Հիշում ես, պայմանավորվել էինք, որ դե բարկանոց գնում ենք բարձին ենք։ Քրոջը չես կարող խփել։ Բայց ես հասկանում եմ ինչու բարկացել արևս։ Իրոք անկեղծ հասկանում, ես էլ երևի նույնը կզգայի այս պահին։ Բայց չասել, Ունդեղ գնում է այդ բանը, բարեխրատական ճառերը 13 հարկանի։ Դե որ մի դեռահասնա սիրում սենյակ հավաքել, չէ՞։ Մի քանի տարի փորձեցի։ Դա սարսափ է։ Հա, մի քանի տարի փորձեցի, վերջում հանձնվեցի։ Հիմա դուք եք հավաքում։ Չէ։ Գիտեք ինչ եմ արել, շփոթ բան եմ անցյալ օրը արել, հավաքում էի
վերջին 9 տարին, միջև խելոք է, ասեմ, միջև 9 խելոք է, վերջին 9 չի ստացվում ոչ մի կերպ։ Վերջին օրը ես ամբողջը հավաքեցի, դրեցի, դասավորեցի, սենյակ անգամ չկա, եկավ տուն, դուռը բացեց ու սենց հիասթափված, որ այս ո՞նց է, սենց հրաշքով տեղի չի ունեցել ոչ մի բան։ Նեղվեց շատ, զրուցեցինք այդ թեմայով։ Չեմ ասում թե հավաքեց, բայց փորձեց ինչ որ ջիքեր արեց։ Ես ուղղակի դուրն եմ փակում, անկեղծ ինքն իր կյանքը այլևս ոչինչ չեմ։ Բայց ես ընդունեցի, ցավոտ է, դժվար է, հաճելի չի, բայց ընդունեցի։ Հետաքրքիր է։ Հարց ունեմ դեռահասության շրջանի վերաբերյալ։ Այ ինձ դա խիստ անհանգստացնում է, հավանաբար նաև պայմանավորված նրանով, որ տանը 2 դեռահաս ունեմ։ Ըստ իս ամենացավալի վատ սովորությունները հենց սաղմնավորվում են այդ շրջանում, այդ փուլում կյանքի։ Արդյոք մենք իբրև ծնողներ ունենք, ինչ որ բան ունենք անելու այդ փուլում, այդ շրջանում, որպեսզի կարողանանք հետ պահել իրենց այդ սովորություններից, հա, լինի դա թե առողջության հետ կապված վնասակար սովորություններ, թե հոգեկան ոլորտում ինքնավնասման, ինքնախարազանման այդ բոլոր ինստինկտները, ինչպես պայքարել դրա դեմ, ծնողը ինչ ունի անելու։ Եկեք չպայքարենք։ Մենք նույն նավի մեջ ենք, Տաթևիկ ջան։ Ու ոնց ասեցի, հա, մենք երբեք չենք կարող ստանալ 100%-անոց արդյունք, եթե անգամ 100%-անոց ջանք դնենք, բայց Պարետո երանգով եկեք դնենք 20% ջանք ու կստանանք 80% արդյունք։ Այդտեղ կասկած չունենա։ 20%-ը փոխեք ձեր արձագանքների, 80% փոփոխություն կգա։ Ասել, որ կա ինչ-որ տարիք, որից հետո մենք ինչ-որ բան պիտի անենք, չէ։ Այդ բոլոր տարիքներն են։ Մենք ամեն տարիքում անելիք ունենք։ Ընդհանրապես պետք է վերցնել մի հատ բարակ բրոշուր կամ ինտերնետից գտնել ու կարդալ երեխայի տարիքային առանձնահատկություններն ու տվյալ զարգացման փուլում նրա սոցիալական, հոգեբանական, ֆիզիոլոգիական փոփոխություններն ու պահանջմունքները։ Դեռահասների տարիքը ամենաբուրըն բարդ տարիքն է։ Մենք մեր կենտրոնում ծնողի դպրոցում եւ նաեւ լիբրահոգեբանական կենտրոնում ամենաշատը սիրում ենք դեռահասներ։ Չգիտեմ ինչի է այդպես, որտեղ շատ ենք երևի հետները շփվում ու շատ ենք փորձում այդպես էմպաթիայով իրենց հասկանալ։ Այդ տարիքում դուք շատ ավելի լավ գիտեք հավանաբար քան ես, ինչ աստիճան բուրըն ֆիզիոլոգիական փոփոխություններ են տեղի ունենում։ Սկսած արտաքին փոփոխություններից աղջիկների մեջ կրծքերն են աճում, մազեր են աճում, տղաներին ինչ-որ վրայից անվերջ ինչ-որ հոտ է գալիս, ինչ-որ աճում են ինչ-որ էլի մազած ծածկույթներ, ձայնն է փոխվում, ինչ-որ հա, ես միշտ ասում եմ, որ այտենց հոտավետ ինչ-որ մի մռայլ կերպար են դառնում։ Բուդիներով, չասես լայն շորերով, միշտ անդրամադիր, միշտ թթված, միշտ լուրջ, չկարծես պարտկես իրենց 24/7, բայց դա բնական է։ Այդ տարիքն է եկել, ուզենք, չուզենք, չկա էլ են ջուտիկը, չկա էլ են փոքրը, չկա էլ են փափուկ, հարմար, լուր, լսող էակը, ու շատ տարօրինակ կլիներ, եթե 10 տարեկանը կամ 12 տարեկանը պահեր իրեն 6-ի նման։ Դա կլիներ մեծ դժբախտություն, անկեղծ, որովհետև երեխան չպիտի մեզ լսի անընդհատ անվերջ ամեն ինչում, այդ դեպքում 18-ում իրենք ասեն, արի գնանք ծխենք մի հատ գարաժ, դիք խելոք կլսի, չեմ 25-ում կինը կանամուսինը կասի, այս սապտյանես ինքը խելոք կանի, հետագայում աշխատավայրում իրեն ինչ ասեն ինքը կանի, եթե մենք ուզում ենք դա ստանալ որպես արդյունք, կարող ենք 12-ին, 14-ին, 16-ին անվերջ ճնշել, հաղթել այդ պայքարի մեջ, որը ես ասում եմ, որ ամենամեծ սխալն է։ Ու հետո ստանալ մեծ խնդիրներով մարդ կյանքում իր համար, մեր համար չէ։ Մեր համար մինչև 80 էլ հարմար է, զանգենք ինչ ասենք, իր ընտանիքում ինքը անի, չէ, այդպես չի աշխատում, ինչքան էլ որ դա լավ է կամ վատ է, բայց չի աշխատում։ Դեռահասների հետ շատ հաճախ լսած կլինենք, ասում են ընկեր լինել։ Ես որպես հոգեբան չեմ կարծում, մենք երբևէ կարող ենք մեր երեխայի հետ ընկեր լինել, որովհետև դա չի մեր դերը, բայց ընկերաբար վերաբերել, ընկերական տրամադրվածություն ունենալ, այո, ածականների մակարդակով համաձայն եմ, բայց գոյականի մակարդակով չէ, մենք ունենք հստակ դեր, սահմաններ գծելու, կանոններ թելադրելու, մեր տանը, առնվազն, հա, մեր տանը այսպես է, մեր տանը սա չենք անում, դու շարունակաբար դա անում ես, ես դրա հետ համաձայն չեմ, ես ունեմ շատ խոր էմոցիաներ, ինչ շատ ցավոտ է, երբ որ ես քեզ մի ինչ որ մեկին, քեզերը թքո, դու քեզ այդ դրանք հանենք, ես ինձ վատ եմ զգում, դա իմ սկզբունքներին դեմ է, ու ես ուզում եմ ինձ կոմֆորտ լինի այս տանը ապրել։ Երբ որ ես ինչ որ մեկին խնդրում եմ մի բան անել, օրինակ չեմ կաթը խմելուց հետո դնել սառնան, որտեվ կաթը փչանում է, կամ ափսեն ուտելուց հետո դնել լվացարանի մեջ, ի վերջո, որովհետև ես դրա համար չեմ ծնվել ու մտքում գնում է այդ երկար ճառը, բայց ես ինձ սփում եմ, չեմ ասում, այդ ժամանակ էլ կգան փոփոխությունները, հա։ Երբ երեխան կհասկանա, որ վայ դու էլ հույզեր ունես, մի րոպե ոնց մենակ ես չեմ, դու էլ վիրավորվեցիր, դու էլ նեղվեցիր ինչ որ բանից, որ վայ ես կարող եմ ազդել դրա վրա, ես կարող եմ քեզ օգնել ինչ որ բան փոխել, ու վայ ինչ հանգիստ ասեցիր, ոչ թե գոռացիր, էլ կաթը թափեցի, ասենք չեմ 10 տարեկան, չհավաքեցի, ձայն տվեցիր, հա Սոֆի։ Ինչ։ Էլի սպասում ես գալիս, ինչ, ու ափսեն կտենց լվացարանում։
Ոչ թե դու էլի ապսեն 18-րդ անգամ ես քեզ ախր տենց հեշտ է, բայց արդյունքը նույնն է։ Ես կարող եմ անverջ գոռամ դու էլի ապսետ թողեցիր, ես քեզ 100 անգամ ասել էի ապսետ, կարող եմ ասել Սոֆի ապսեն։ Նույն բանն է տեղի ունենի ուղղակի նույն ձև կարելի է ապսեն դնի լրացանի մեջ գնա։ Ինք ճառը կլինի, թե ուղղակի Սոֆի ապսեն կլինի, թե Սոֆի դուրը փակի, այդ կլինի։ Սոֆի քնելու ժամն է, Սոֆի էս ինչ։ Կլինի լրիվ նույն արդյունքը հավատացեք։ Ու իրենց հետ ընկերաբար նշանակում է թույլ տալ, որ դուք խոսեք իրենց հետ եւ իրենք խոսեն ձեզ հետ։ Ընդհանրապես մենք ծնողներս հատկապես հայերը հավանաբար ուրիշ շատ ազգերի չեմ շփվել այդ առումով, բայց տանել չեն կարողանում լսել։ Մենք սիրում ենք ճառեր ասել, փրկել անverջ։ Այ ես սա որ չասեմ, ինքը կկործանվի։ Ես պիտի ասեմ, որ փրկեմ։ Եթե չասեմ, կկործանվի։ Մենք անկեղծ հավատում ենք դրան։ Ես չեմ ասում ենք ձևեր ենք թափվում կամ չափազանցում ենք, անկեղծ հավատում ենք, որ եթե սենյակը չհավաքեց 10 տարի, ինքը կործանված մարդ է։ Բայց դա տենց չի էլի։ Մենք ենք նյարդային անում դրանից, դեռ մենք ուրիշ սերունդ ենք, մեզ սովորացրել են հավաքել։ Դա մեր պերֆեկցիոնիզմն է խոսում։ Ուղղակի չէր քննարկվում սովետի թվին, դու պիտի տարբեր լինես կամ չէ։ Հիմա շատ մոդա է ասել, կամ մեկը թող լինի ոնց ուզում է։ Ուղղակի էլի եմ կրկնում, որ մենք ենք գծողը սահմանների։ Մենք չենք կարող երեխային տալ ամենաթողություն, էլի, այսինքն չենք կարող իրեն ասել ինչ ուզում ես արա։ Մեղք են երեխան ու ասում են ինչ ուզում ես արա։ Չկա սահման, չկա արգել, փոքր լինի, դեռահաս լինի, հա, ինքը նայում է այդ կողմնացույցներին, բայց դեռահասության տարիքում ծնողը դա դառնում է լինել կարևոր, շրջան, ամենամեծ խնդրեմը տեղը։ Դառնում են ընկերները կարևոր։ Ինչի՞ց է դա այդպես։ Զարգացման, չէ, զարգացման բնական փուլը։ Ինչևէ ծնողը ամեն ինչ աստված է։ Ծնողը ասում է, ես անում եմ։ Հետո գալիս է փուլ հասկանում եմ մի րոպե, հավես չի ես բոթասները հագնել, երենայ միսներ իշ բոթասներ են հագնում 10 տարեկանում արդեն։ Ես հաճախ ինձ բռնացնում եմ, կներես պատերցիանը։ Հաճախ ինձ բռնացնում եմ, որ կարծես թե ես շատ մեծ բեռ եմ դրել իրանց վրա իմ անցած ճանապարհով։ Մի տեսակ ոնց որ լիքը բան պարտադրելուց եմ, հատկապես դա վերաբերվում է կրթական ուղուն։ Այ ոնց ես իմ մեջ գտնեմ այդ ուժերը, որպեսզի կարողանամ իրանց ազատ թողնել, որպեսզի իրենց համար ամենահարմոնիկ ձևով զարգանան, բայց հանկարծ չշեղվեն ու վատ անկյուններ չգնան։ Շատ կարևոր բանից սկսեցիք, մեր ակնկալիքներից։ Երեխան չծնված մենք արդեն ունենք ակնկալիքներ։ Էլ չասեմ, որ երբ ծնվում է, ինչքան ակնկալիքներ ունենք, ինքը ինչպեսին պիտի լինի, ինչ պիտի հատկինի, ոնց պիտի բարևի վերելակում հարևաններին, ինչ դպրոց պիտի գնա, քանի խմբակ պիտի ավարտի, ինչ պիտի դառնա, ինչ տեսք պիտի ունենա եւ այլն։ Բայց իրենք չեն գալիս, որպեսզի մեր ակնկալիքներին համապատասխանեն։ Առաջինը դա է, հա, իրենք պատասխանատու չեն նրա համար, թե մենք ինչ ակնկալիքներ ունենք մեր գլխում։ Այ շատ լավ բաներ սկսել ինքներս մեզանից, որտեղից են գալիս այդ ակնկալիքներից։ Ինչու եմ ես ուզում, որ երեխան գնա եւ դպրոց եւ այնտեղ գերազանցիկ սովորի, անպայման ավարտի երաշտականը, այն ինչ որ սովետի թվին ծեծելով ինձ 7 տարի ատարել են, բայց ես ունեի բացարձակ լսողություն, որ ես վարի տվեցի, որտեղ ատում էի, երբ ինձ ստիպում էին։ Ստիպեցին, ավարտեցի, CSA-իկ ուզում, ու էլ չմոտեցա մի 10 տարի։ Դաշնամուրին մինչև հետո մեծ տարիքում արդեն ինքնուրույն գնահատեցի, ասում եմ, իրենց դաժան այդ վերաբերմունքը իմ դաշնամուրի հանդեպ։ Բա ինչու եմ ես ուզում նաև սա, ինչու եմ ես դա ուզում։ Ինչ կլինի, եթե իմ երեխան այդպեսինը չլինի։ Ինձ հետ ինչ կլինի, իրանց մի կողմ, հələ մեր մասին են խոսում։ Okay, կասեն, որ այսինչի երեխան երազանցիկ չի, ահա, սկսեցինք բծիկը բացել, ու ինչ կլինի դրանից, շատ կարևոր է մի հատ անկեղծ զրույց ունենալ, անձնապես ինքներդ ձեզ հետ, եթե դա ստացվի, ընկերների հետ կամ իհարկե ես պիտի անverջ կրկնեմ հոգեբանի հետ, փորձել հասկանալ մի քանի սեսիա վերցնել, զուտ խորհրդատվություն, որտեղից են այդ ակնկալիքները ու ոնց անեմ, որ չփաթաթեմ դրանք այդ ինձանից անջատ, անկախ, լրիվ անկախ էակի վրա, որը տվել են ինձ, որ ես պահեմ մեծացնեմ։ Ոնց ի վերուստ ինչ որ մեկը տենց վրշլա, որ ինքը պետք է այստեղ ծնվի։ Այո, մեր տանը պիտի ծնվի։ Ես պիտի լինեմ իր ծնողը։ Երկրորդ իհարկե քննարկել երեխայի հետ։ Ինչ ես դու ուզում։ Բալ ինչ ես դու ուզում։ Ոչինչ չեմ ուզում, այտենց չի լինի։ Այդ հաստատ չեմ կարող, բայց կարող ենք ընտրել։ Կուզես փորձենք, մի քիչ սա, մի քիչ նա։ Կուզես 3 տեղ տանենք, շատ ես հոգնում։ Մենք էլ որպես ծնող պիտի զգանք, հա, եթե գալիս է գունատ տակ, աչքերի տակ այսքան երրորդ պարապմունքից հետո հավանաբար ժամանակն է հասկանալ, հա, մի հատ անալիզներ կտանք, իհարկե սկզբի համար հասկանանք ինչի է այդպես, բայց հետո պիտի իրենց զրուցենք։ Դուք ուզես ջութակը թողնենք, թե կարատեն։ Ջութակը, այդ հաստատ է ասելու ջութակը։
Okay, իսկ կարողա ձգենք մինչև 4-րդ դասարանը ավարտենք ջութակի, կարող ենք մի տարի տարեկետում վերցնել, զգալ դու ոնց ես զգում, ոնց որ առանց ջութակի կյանքը ոնց է, լավ է, վատա նոր շարունակել։ Կամ գալիս է հայտարարում է երեխան, իրական դե 14 տարեկան ես ոչինչ չեմ անելու, ինձ հանում եք ամեն տեղից, այնտեղ դպրոց, ինչ-որ բոլոր խմբակներ, ամեն ինչ ես բլոգեր եմ դառնում։ Պահանջում է, այնտեղ համ հեռախոսում ունեմ, всё ամեն ինչ ունեմ, ես ամեն ինչ գիտեմ, ես գնում եմ փող աշխատել, բլոգեր եմ դառնում։ Դե հիմա արի ու Աննա հոգեբան, ասա վայ չէ, խոսեք իր հետ, զրուցեք, դա կատաստրոֆա է, այսինքն մարդու հայտարարում է ու պնդում է, օրերով դասի չի ուզում գնալ, ու ասում է դու ոչինչ կյանքից չես հասկանում, մամա, պապա, դուք հին մարդ եք ընդհանրապես, ել տեսեք բլոգերներ ինչ միլիոններ են աշխատում ամեն ամիս, հենց որ ինձ դա պետք չի, հա, այդտեղ է որ գալիս է սահմանները։ Կներես, սա հա սա չէ։ Ու սկսում եք հենց բանեմ, ոնց են ասում, բանակցություններ։ Բանակցությունների նուրբ արվեստ է։ Դեռահասի հետ այլևս չեք կարող ասել ոտը խփել գետնին դուրը շխկացնել չի աշխատելու։ Այսօրվա դեռահասի հետ չէ, մեր հետ կարող աշխատում էր, բայց այսօրվա դեռահասի հետ չի աշխատում։ Իսկ մեր հետ չէր աշխատում հիշողությամբ, հա, բայց հետագայում միգուցե եղել են օրեր, որ ես մի քիչ մեջս միտք եմ ունեցել, որ միգուցե եթե մի քիչ ավելի խիստ դրվեր սահմանները, իմ կյանքը ավելի հեշտ ու հարթ ընթանար։ Կարող է։ Մենք երբեք չգիտենք չկա երկրորդ սցենար, կյանքում չկա երկրորդ սցենար, բայց դեռահասի համար, ում համար շատ կարևոր է որ դասարանում իրեն ընդունեն, որ ինքը cool լինի, որ ինքը ճիշտ հագնվի, որ ինքը շատ շփվի, որ իրեն ծնունդներին կանչեն, որ իրեն ընդունեն, հա, այդ պատկանելության զգացումը ինքը ինչ որ խմբերում ունենա, ստիպել որ դա սա հիմարություն է, դու դա թող ու գնա առավոտից իրիկուն ջութակ բարապետ սպորտի, բալիկ ջան, իրանք կդառնան հավաքարար, իսկ դու կդառնաս գիտնական կամ բիզնեսմեն, չէ, Բա ինչ անենք։ ոսկե միջինը կա։ Okay։ Տարբերակ չկա, բանակցենք։ Գիտեք, որ ասում էի խոսել, հա, երբ որ տեսնում եք, որ ինքը փշոտ է ու անհարմար, ու ընդհանրապես չի կարելի անգամ մի խոսք ասել, որովհետև կամ ես կպայթեմ, կամ ինքը մենք էլի կվիճենք, հերթական անգամ։ Ուղղակի դուռը բացեցի մի օր, գնացի նստեցի կողքը, հատակին նստած էր նաուշնիկներով, պրիշիկներով, հոտավեց։ Բացեցի դուռը, գնացի կողքը նստեցի հատակին։ Ոչինչ չարեցի, ոչ մի բան, տնամ բան չի անում, մի փոքր մոտեցա ուսով հենվեցի, լի բան չի անում, նաուշնիկի մի ծայրը վերցրեցի, սկսեց դրեցի ականից, բան, դից երևի նստեցինք մի 15 րոպե, ասեց ման բան ունես, ասեցի, հա, ասեց ինչ ասի, գիտես այսօր նենց ահավոր եմ ունեցել, աչքերս հենց ստեղից բարձրացավ ստեղ, մի րոպե ինձնից չենք խոսելու, նոր մի քիչ առաջ այնտեղ ոնց որ իրար տվեցինք, հա։ Սենց բան եղավ գործի տեղը, հետո սենց մտածի, խոսքով շատ բանի առաջ եմ երկմտանքի, չգիտեմ ինչ անեմ, սկսեց խոսել, սկսեց բացվել, բայց ես էլ գիտես որ այդքան փորձում եի քեզ ասեմ, այսօր գիտես ինչ եղավ, այս ինչ մեկը էս ասեց, իսկ դու ինձ անընդհատ մեղադրում ես, մի հատ sense լավ արդեն ես միշտ 10 էի մտքումս այդ ժամանակ հաշվում որ նորից չպոտկամ, սկսեց խոսել։ Ու երբ որ բալիկը գալիս է երեխան ցանկացած օրդ ոնց է անցել, ինչ կար դպրոցում, լավ էր դպրոցում, ասել է հա Atvali էլի ռուսերեն մի հատ բառ կա, այսինքն էլ մի կպի էլի, հա լավ էր, էլի լավ էր։ Բայց որ նստում ավտոն ոչ բան չկա, ասում եմ հավես երաժշտություն եք ասում, որ գիտեք ինքն էլ ասիրում ենք սոս դեմքով է իհարկե։ Հետո գալիս եք տուն, հաց եք ուտում, մի քիչ տրամը բարձրանում է, որ հաց ուտում բնականաբար։ Ու հետո այդպես սկսում եք ձեր օրից խոսալ ու ասել, բայց մենա ես խնդիր ունեմ քո հետ, հա վերջ։ Ես չգիտեմ ինչ անեմ, ես չգիտեմ դու զգում եմ որ բացարձակ ես պարապում քո ջութակ օրինակ։ Ընդհանրապես հետաքրքրված ես չեմ տատիկ պապիկի հետ շփումներով, բայց ես դրա հետ օքեյ չեմ։ Իմ էմոցիաներից խոսամ։ Այնքան եմ տխրում, որ ինձ այնքան է դուր գալի, չկա դու քեզ քո պատճառը քո համար դու էլի չկա։ Ընդհանրապես դու քեզ քո հետ երկրորդ եմ կեզակի տիպը անում ենք։ Ես ինձ։ Ես այնքան եմ նեղվում, որ ինձ այնքան տհաճ է երբ։ Ես այնքան եմ տխրում։ Ու դու կարաս ինձ օգնես, որպեսզի ես տենց չտխրեմ։ Արի գնանք տատիկին շաբաթ կիրակի։ Արի գնանք պապիկին։ Արի շաբաթ կիրակի ջութակ, մի քիչ շատ բարապ։ Օգնեմ քեզ։ Հա մամ ասեց մի օր օգնի, ասեցի ոնց ասես հեռախոսս վերցրու։ Ես ինձ ոնց լուրջ վստահում ես ինձ քո հեռախոսը, ասեց խնդրում եմ քեզ ինձ օգնի։ Հեռախոսը վերցրու, որ ես բարապ։ Այդ բարդ թեմային անդրադառնանք մի փոքր, որովհետև կարծում դա անխուսափելի է եւ ամեն կերպ մտել է մեր առօրյան եւ շատ ծանր հետքեր է թողնում հարաբերությունների վրա, ընկալման վրա, աշխարհի կյանքի, ինչպես վարվել սմարթֆոնների, գadgetների գեր կիրառության, շատ օգտագործման այդ doom scrolling-ի երևույթի հետ, որ անընդհատ ես ժամանակալին նայում եմ իմ թինեյջերը ինչ որ մի էփում 5 ժամ անցկացնում օրական, այն ինչ անել այդ իրավիճակում։ Ասենք նրանից որ
Մենք էլ ենք այդ խնդրի մեջ։ Տաթևիկ ջան։ Ուղղակի կյանքն է այդպեսին։ Գիտեք, երբ որ 10 տարի առաջ էս հարցը տալիս, մենք ասում ենք սահմանափակել, ասենք ճար էինք հոգեբաններով կարդում, անցավ շատ արագ ժամանակ եւ մի քանի տարի մենք հասկացանք, որ վերջ։ Ուշացանք, չի աշխատել։ Պետք է նախ ընդունել, որ ամբողջ աշխարհն է դրա մեջ։ Աշխարհը թվային է, թվայնացված է։ Ես ինչու չեմ կարողանում դուրս գալ իմ Telegram-ից, Instagram-ից, Facebook-ից եւ երազում եմ դրա մասին, որովհետեւ կներեք իմ գործը կապված է դրան։ Ես չեմ կարող։ Ես պիտի այնտեղ լինեմ, որովհետեւ այսօր եթե դու չկաս վիրտուալ աշխարհում, դու չկաս ընդհանրապես, առնվազն որպես կազմակերպություն, հա։ Եվ աշխարհը թվային է, եւ իրենք ծնվել են այդ թվային աշխարհում։ Իրենք մեղավոր չեն, որ երբ ծնվել են, մենք հաց ուտելուց, որպեսզի այնքանավոր ուտի, այդ դա դրել ենք դիմացը, որ ինքը ուտի, նայի չհասկանա ինչա կատարվում, մենք ճղտենք բերան։ Հա, ամենամեծ սխալը, որ անում են ծնողները, ու գիտակցում են, որ դա սխալ է, բայց այլ ելք չունեն։ Իրենք շտապում են աշխատանքի, իրենք ուզում են երեխան վերջապես նորմալ հաց ուտի, ու իրենք միացնում են այդ զզվելի մուլտիկ ու դնում են դիմացը միայն թե երեխան ուտի։ Չեմ մեղադրում, բայց դա ամենամեծ սխալն է։ Երկրորդ, մենք առաջին ծնողն ենք սերունդների, որ բախվել է այս մարտահրավերին։ Մենք առաջին ծնողներն ենք, ում երեխաները ծնվել են թվային դարում։ Ու հələ սովորում ենք։ Երրորդ մենք ինքներս խնդիր ունենք դրա հետ, այսինքն ակնկալել, որ երեխան հեռախոսը կդնի մի կողմ, երբ մենք օրվա ահագին մաս համակարգչի կամ հեռախոսի մեջ ենք, սխալ է, արդար չի առնվազն 1000 ներողություն։ Ու երբ մենք անում ենք gadget free or, այսինքն առանց ոչ մի gadget-ի ենք այսօրը, ուրեմն պետք է երեխային այլ ընտրանք առաջարկենք։ Մեկ, երկրորդ մենք հետը չլինենք։ Մենք gadget-ի մեջ չլինենք։ Եվ չորրորդ ամենակարևորը։ Երեխան հեռախոսի մեջ է, որովհետև ինքը իրան հետաքրքիր չի մնացած ամենտեղ։ Այնտեղ միշտ հետաքրքիր է։ Հա, միշտ նայել ուրիշների կյանքին, այլ սիրած երգիչների, երգչուների, բլոգերների ինձ հավես է, ես ինքս դրա զոհն եմ։ Շատ հավես է նայել քո սիրած մարդկանց կյանքին։ Ինչքան էլ այնտեղ սուտ է, սիրուն է, չնեմ ինչ-որ նախշուն ամեն բան ներկայացրած, միևնույն հավես է։ Բայց որ օրը ես դուրը բացեմ, ասեմ, կգաս գնանք բակի ծառերը ջրենք։ Իմ 12 տարեկան դեռ ասի։ Ոչ մեկ չի ասա չէ։ Որ օր ես ասում եմ, կգաս իրար հետ ֆիլմ նայենք։ Միշտ նվնվում է, հա հեսա կգամ, հեսա գամ օյլ հեռախոսի մեջ է, ասեմ ես միացնում եմ, կամ իմն եմ միացնում, կամ քոնը ընտրի, այն ընտրության, որն ես ուզում նայենք, ես ընտրեմ թե դու։ Ես ասում եմ իհարկե վազելով սենյակից դուրս է գալիս։ Եթե մենք ուզում ենք, որ երեխաները քիչ լինեն, որովհետև չլինեն չեմ ասելու այլևս երբեք իրենք լինելու են գաջետում։ Հեսա վաղամիսօր իրենց էլ է դա պետք գալու էլի, 1000 ներողություն։ Մենք ինքներս էլ words գալիս ենք հյուծված, նստում ենք միշտ doom scrolling ենք անում, չհանգստանում ենք, նոր ավելի այդպես շփտում ենք աշխարհին այդքան հոգնած օրից հետո, բայց որպեսզի քիչ լինեն, մեզանից շատ բան է կախված։ Նույն այդ շաբաթ կիրակի հագնվել ու մոտակա ամենաառաջի, չեմ դաշտ գնալը, դա այլ ընտրանք է գաջետներին, հա, ու դա անում ենք քիչ, որովհետև մենք ինքներս ենք հյուծված ու շաբաթ կիրակի ուզում ես միայն անկողնում պարկես ու դուրս չգաս, կյանքը շատ առումով այդպիսինն է, բայց 1000 ներողություն։ Չենք տալիս այլ ընտրանք, ինքը ընտրելու է գաջետը միշտ, ընդմիշտ դա լինելու է հաղթող դերերում։ Եթե մենք ինքներս այլ ընտրանք չառաջարկենք, եթե մենք ինքներս գաջետը մի կողմ չդնենք։ Շատ ցավալի է, բայց կարծես թե իրականություն է։ Ես փորձում սահմանափակել իրենց ժամանակը, քանի դեռ կարող եմ, բայց միևնույն է, այստեղից դուրս է գալիս, այնտեղ եմ մտնում, այնտեղից դուրս է գալիս, այնտեղ եմ մտնում, այնտեղից հետո էլ այնտեղ եմ մտնում, այնպես որ երևի թե գիտակցական մակարդակում բացատրելը, որ ուղղակի խնդիր կա, ամենահեշտ ու էֆեկտիվ ճանապարհն է։ Ու նոր այս մի բանն էլ ավելացնեմ, որ Եվ ասեմ խոսելը դա նշանակում է նախ ես խոստովանեմ, որ բալ ես էլ այդ խնդիր ունեմ։ Ես քեզ շատ լավ հասկանում եմ։ Դու չես պատկերացնի ոնց եմ ես քեզ հասկանում, որտեվ ինքս էլ հենց նոր մի կերպ ինձ ստիպեցի այդ YouTube-ի շորթերից դուրս գալ։ Արի դուրս արի, դու էլ գնանք մի բան անենք։ Այդ ժամանակը սահմանափակելը, կառավարելը, իրեն օգնելը, այդ իմ աղջիկա ոսկե ասես մամից կօգնես, ասեցի ոնց ասես հեռախոսս կվերցնես։ Ու այդ կախվածությունից իրենց ազատելը դա շատ կարևոր է։ Ու իհարկե փոքր տարիքում առնվազն հետևել ուր են իրենք մտնում, ինչ են անում, դրա բան տեխնիկական հնարավորությունները արդեն կա։ Ուրիշ շատ բան անել ցավոք չեն կարող։ Մի փոքր կուզեի անդրադառնանք ընտանիքի դերին, ծնողների հարաբերությունների տեսանկյունից։ Աշխարհը փոխվել է էլի շատ եւ դասական են ընտանիքի կոնցեպտը կարծես թե ինչ որ փոփոխություններ է կրում։ Ես գիտական հիմնավորումներ չունեմ, բայց ասում եմ այն, ինչ տեսնում եմ իմ շրջապատում, շատ շատացել են միայնակ ծնողները, բաժանված ծնողները եւ բաժանությունը շատ հեշտ է դարձել, ցավոք, այ ինչ ձևով է սա անդրադառնում երեխայի հոգեբանության վրա եւ մենք իբրև ծնող ինչ պարտավորություններ ունենք
այս խնդիրը մինիմալ ցավոտ կերպով։ Շատ վաղուց սկսվեց այս ուրբանիզացիայի հետ, այդ անկախությունը, երիտասարդների բաժան ապրելը մեծերից, այդ հին դասական, թեկուզ 100 տարի առաջվա, չեմ ասում շատ հին, դասական 3 սերունդ տան մեջ ունենալու պատկերը գյուղում, էլ չասեմ, որ մի գյուղով էին պահում մի երեխայի այդ արտահայտությունները իզուր չեն, իրենք իրոք ազգերով, ցեղերով ապրել են, բոլորը բոլորին ճանաչել են, բոլորը բոլորի երեխաներին պահել են, օգնել են, մեծացրել են։ Հա, հիմա դա չկա ու ես կարող եմ ասել, որ դա մեծ կորուստ է։ Դա շատ մեծ կորուստ է մեր համար որպես երիտասարդ ծնողների, մեզ համար որպես ազգի։ Դա կորուստ է, դա ձեռքբերում ես չեմ համարում։ Երբ մեկ երեխա ունեի ու շատ ավելի երիտասարդ էի, հա ինքս էլ էի ձգտում մենակ ապրել։ Երբ երկրորդը ծնվեց ու այն որ համ ամուսինս, համ մայրս, համ ամուսնուս մայրը բոլորը օգնում էին ու ինձ միևնույնն է քիչ էր, ես այդտեղ հասկացա, թե ինչ օրհնանք է ունենալ տատիկ-պապիկ, ունենալ մոտ իրենց թեկուզ կողքի դուռը կամ կողքի շենքը կամ նույն տանը, որ կարող ես ուղղակի sense տալ ասել վերցրու ես լացող, գոռացող եսի ինչին, կամ ուղղակի ասել դասերը արա, ես գործից հետո չեմ հասցնում, խնդրում եմ, ես կգամ կվերցնեմ, կգնամ։ Դա գնահատում են սովորաբար ուշ, բայց դա լինում։ Մյուս կողմից ինչու սահմանափակել երիտասարդների ձգտումը, չէ, առանձին ապրել, իրենց կյանքը կառուցել, այդ ինքնուրույնությունը ձեռք բերել, իրենց կարևորությունը զգալ, փորձարկումներ անել իրար հարաբերություններում առանց վկաների։ Դա էլ է նորմալ, դա էլ է բնական։ Ունենք ինչ ունենք, չեմ կարող շատ գնահատականներ դրան տալ։ Արմստատում կան շատ տխուր ուրեմն վիճակագրական տվյալներ, թվերը ամենայն ճշգրտությամբ չեմ ասի, բայց 10-ական տոկոսներով 10-ական չեմ ասի, բայց հիշում եմ, որ այսօր Հայաստանում բաժանությունները հասել են 45 թե 49%-ի, այո, մարզերում ավելի քիչ 30 քանի, Երևանում ավելի շատ, այդ 40 քանի, բաժանվում են շատ տարբեր տարիքի ստորում ծնողներ, օրինակ եթե առաջ, չգիտեմ, ինչ որ ամուսնության 5-րդ, 6-րդ տարին էր համարվում այդպես կրիտիկական, հա մի քիչ մարտահրավերային, հիմա կարող են բաժանվել 20 եւ ավել տարի միասին ապրած զույգերը, մի քանի ամիս միասին ապրած զույգերը, հիմա շատ ուշ են պլանավորում երեխային, այսինքն ամուսնանալուց անմիջապես հետո ոնց դա ընդունված էր, չէ՞, որ ամուսնացել 9 ամիս հետո պիտի երեխան ծնվի, ոնց մեր ժամանակ էր, չէ, հիմա այդպես չի։ Մարդիկ պլանավորում են ընտանիքը ինչի լավ է, մարդիկ գիտեն ինչա պետք անել սեփական առողջության համար նախքան այդպես որոշել, որ վերջի ես ուզում եմ ծնող դառնալ, դա լավ է։ Մյուս կողմից դա հետ է ընկնում, հա, այսինքն դեմոգրաֆիկ պատկերը Հայաստանում շատ վատ է, որ ամենավատերից մեկն է։ Այդ Արմստատում շատ տվյալներ կան, կարող եք ուսումնասիրել, լսողներն էլ կարող են նայել, բայց նախապես զգուշացնում տխրելու եք։ Ինչու է դա այդպես, չեմ կարող ասել, բայց կան մի քանի Իմ չէ, էլի որ ես կարդում ուսումնասիրում, մի քանի գաղափարներ։ Նախ կինը կնոջ էմանսիպացիաները, հա, էմանսիպացիան, կնոջ անկախացում, այդ ֆեմինիզմը, որի համար ժամանակին մարդիկ պայքարում էին, ինչներ մենք այսօր կարողանում ենք տարեկան կրթություն ստանալ, ինչքան էլ չենք ընդունում ֆեմինիզմը, դա դրա արդյունքն է։ Կանայք անկախացան եւ կարիք չկա այդ տարբերություն սովետի կամ անգամ նախասովետական տարիքում կծվել տղամարդուն, որպեսզի կարողանալ հաց ունենալ։ Հա, շատ հաճախ կինը աշխատում է նույնքան, ինչքան տղամարդը, ու իրեն թույլ է տալիս նույն որոշումները, ինչ տղամարդ է, թե առաջ դա միշտ վերագրվում էր տղամարդուն, իսկ կինը դիմանում էր։ Հիմա այդպես չի։ Երկրորդ իհարկե ֆինանսական անկախությունը, որը նույնպես բերում է դրան, ես անկախ եմ, ես ինչ ուզեմ կանեմ։ Երրորդ տոլերանտության շեմի իջեցում։ Ինչի՞ց է դա գալիս։ Հեշտությունից կյանքի։ Կյանքը հեշտ է, հասանելի է ամեն բան, հա, եթե մենք մի տիկնիկով էինք խաղում, էլի երեխաների օրի գնակների վրա բերեմ, որտեղ մենք շատ լավ գիտեինք, որ երկրորդը ուշ է գալու կամ չի գալու կամ անորակ է լինելու, ու Գերմանիայից էինք տիկնիկներ ճարում, մեր ծնողները Գերմանիայից էին մեզ համար տիկնիկներ բերում։ Հիմա երեխաները ունեն լրջագույն խնդիր շնորհակալ լինելու, որովհետև իրենք ունեն ամեն ինչ, ու ինձ թվում է դա այդպես էլ պիտի լինի, հա։ Ցանկացած տանը քանի մեքենա ունի իրենց տղա երեխան փոքր տարիքում, կամ քանի տիկնիկ ունի, կամ քանի գիրք, բլոկնոտ, չգիտեմ, այդ հիմար տրենդային խաղալիքները եւ այլն, այդ առատության վիճակում, երբ կա ամեն ինչ հասանելի է, գնահատելը ինչ որ ունես, դառնում է ուղղակի մեծ մարտահրավեր։ Ու եթե ես ունեմ ամուսին ու երեխա, այդ դա ես պիտի գնահատեմ, եթե ես ունեմ տուն, ես դա պիտի ես այդ հմտությունը չեմ ունեցել փոքրուց գնահատել այն ինչ ես ունեմ, շնորհակալ լինել նրա համար այն ինչ ես ունեմ։ Իդեպ մեծ էլի մարտահրավեր այսօրվա ծնողների համար։ Մենք անդադ պայքարում ենք, ես էլ հիմա այդ պայքարի մեջ եմ, որ երեխաս գնահատի ինչ որ ունի։ Եվ ոչ նյութական եւ նյութական։ Եվ այդ ամենի արդյունքում ուղղակի շատ հեշտ են բաժանվում։ Դուրս չեկար, վիճեցինք վերջ, ստեսություն, գնացի։ Ոնց թե դա ազդում երեխաների վրա, գաղտնիք չէ, որ շատ վատ։
ցավոք անգամ իմ շրջապատի, հա, այսինքն մարդիկ ամիս չկա, որ գոնե 1-2 հոգի իմ ծանոթներից ինձ չդիմի, որ գան մեր հոգեբանական կենտրոն, որտեղ բաժանվում են, չգիտեն երեխային դա ոնց ներկայացնել։ Ամիս չկա, որ մի դատական, ես անգամ մենք ունենք իրավաբան հիմա, ում երբ որ մեզ դիմում են, մենք այդ իրավաբանի միջոցով հասկանում ենք, քանի հայց կա, արդյոք երեխայի խնամակալության հարց կա թե չկա, որտեղ զգում ենք, որ այնտեղ ինչ-որ sense մեզ մինչև վերջ չեն ասում, բայց ակնհայտորեն երեխային տանջում են այդ բաժանության process-ում։ Այդ ակտերը դե բաց դրված են, այդտեղ ստուգում ենք, տեսնում ենք, որ իրոք մի 3-4 հայց կա, հա, բացի բաժանությունից նաև տուն կիսելու երեխային կիսել ամեն ինչը կա, նոր սկսում ենք իրենց հետ որոշում կայացնել։ Մենք այդ անարդար պայմաններում ինչքանով կարող ենք օգնել երեխային։ Դա սարսափելի է ու երեխայի համար զուտ որ պատկերացնեք։ Ծնողների վեճերն անգամ, ել չասեմ բաժանությունը, երեխայի գլխում այդ ամենի մեղավորը երեխան է ինքը։ Դա խովուր բան է։ Ես չգիտեմ դա որտեղից է գալիս։ Դա գիտեք ինչ է, դա ոնց որ երկրագունդը ոտքերի տակից գնա։ Երեխայի համար երբ ծնողը կռվում է, ծնողները վիճում են իրար հետ, բարձր ձայներ են տան, ըստ որում այն էլ հաճախ, անգամ եթե հաճախ չէ, դա մի անգամ է, հողը գնում է ոտքերի տակից։ Ու չգիտեմ ինչու, անկեղծ չգիտեմ, խորխորանամ կարող են բարձր կամ գոլեգաներից հարցնել, բայց երեխային թվում է, որ ինքը մեղավոր է։ Շատ հարցում, այ որ ինքը լսեր մամային կամ պապային այ այն օրը իրանք չէին կռվի։ Բայց իրականում սերը այնքան մեծ ծնողների նկատմամբ, որ ինքը շատ խոցելի է դրա արդյունքում։ Սերը ու հավատը, որ իրենք միշտ ճիշտ են։ Ախր իրենք իմ ծնողներն են, իրենք հնարավոր չի որ սխալ լինեն։ Տենց չի լինում, ես եմ միշտ սխալ, չէ որ ինձ են միշտ նկատողություն անում, չէ որ ես եմ միշտ կատիկը թափում։ Ես եմ միշտ չեմ լսում, լացում եմ միշտ մինչև գիշեր 2-ը։ Եթե ես տատիկս ասեց, այ դու չես գնում դրա համար մաման ջղայնանում, այ այդ օրը որ ջղայնացավ, ախ դրա համար իրենք papayi հետ վիճեցին։ Ուրեմն ես եմ մեղավոր։ Ես մանկատանը 2 եղբայր կային, շատ վաղուց երբ աշխատում էի, օգնում էինք մանկատանը, հենց հոգեբանական ծառայությունների մասով։ Մայրը թողել էր շատ վաղուց, ամեն կես տարին մեկ այն ժամանակ այդպես էր գալիս ստորագրում էր, հիմա չգիտեմ, շատ օրենքներ ստորագրում էր, որ չի հրաժարվում երեխաներից, ուղղակի տվել է ի պահ պետության, որ չի կարող պահել։ Երեխաները տեսնում էին մորը 6 ամիսը մեկ է թուղթը ստորագրելիս մի հատ գրկելիս, այդ երեխաներին խոսացնում են, ասում են մենք ենք մեղավոր։ Մենք վատն ենք։ Մենք այնքան չար ենք, որ մաման մեզ բերեց մանկատ։ Սարսափ։ Այդպես են իրենք հավատում։ Ու հիմա այդ մարդու այդ փոքրիկի ուղեղում կա այդ պատկերը, որ եթե մաման պապան բաժանվում են, ես հաստատ դրանում մեղավոր եմ։ Դրա վրա ասում են այդ արտաքին իրենց ծնողների սխալ տված ուղերձները։ Պապայի հետ չխոսես, հորդ հետ կներեք։ Դե ասեմ ոնց կա, հորդ հետ մերդ ասաղ մեղավոր։ Ու ինքը ուզում է փրկի մտքում հորն ու մորը ասում է, չէ, ես եմ մեղավոր, իմ մայրը շատ լավն է։ Պապ, իմ կամ մաման ասում է, չէ, պապան շատ լավ է, ես եմ ուրեմն մեղավոր։ Ես ինչ որ բան են չարեցի, որ հիմա մաման պապայի մասին սենց վատ բաներ ասում կամ պապան մամայի մասին սենց վատ բաներ ասում։ Դա ամենամեծ ստրեսն է։ Երևի մահվան ու կորստի նախորդող ստրեսը դա ծնողների բաժանությունն է։ Այս մասին երևի պետք է իմանալ դեռ շատ վաղ, նախքան այդ բալիկին ընդհանրապես ունենալ, ընտանիք կազմելու որոշումը կայացնելիս։ Գիտեք ինչ, չենք կարող իմանալ, Տաթևիկ ջան։ Այսօր ամուսնացա 10 տարի հետո, 10 տարի ապրելուց հետո որոշում ունեմ բաժանվել, ես դրա իրավունքն ունեմ։ Բայց չէ որ մենք պիտի գիտակցություն ունենանք, որպեսզի կարողանանք մեր երեխայի համար մինիմալ վնասով։ Այո, բայց արդյոք այն երեխան Այ ես պիտի մի հատ շատ տխուր հարց տամ։ Արդյոք այն երեխան, ում ծնողները 40 տարի ապրում են իրար հետ եւ 40 տարի ուտում են իրար տան մեջ։ Հանուն երեխայի։ Ես հանուն քեզ չբաժանվեցի։ Քանի անգամ ենք ասում, հա? Ես հանուն քեզ հորդ դիմացա, ես հանուն քեզ մորդ դիմացա։ Որ դու այդ երեխային դա 100 տարի պետք չէր։ Ինքը մեծացել է մի տան մեջ, որտեղ միշտ եղել են վեճեր, կռիվներ, դավաճանություն, անհասկացվածություն, ծեծ, ֆիզիկական ու հոգեբանական բռնություն։ Ես դրան հաստատ դեմ եմ, բայց եթե կա որոշում ամուսնալուծվելու, դա չպիտի լինի էմոցիաներով զուգորդված, դա չպիտի լինի ամեն մանրամասնությամբ երեխայի աչքի ականջի տակ, ել չասեմ, որ հերը դավաճանեց, գնաց ուրիշին սիրեց, բալիկ ջան, դրա համար ենք մենք գնում եւ այլ։ Պետք չեն այդ մանրամասները երեխային։ Մենք իրար հետ իրար չհասկանում, մենք քո ծնողներն ենք միշտ, դա երբեք չի փոխվելու արևս։ Երբեք, հա մենք հիմա իրար չենք հասկանում, հա հիմա շատ բարկացած ենք իրար վրա։ Դու ստեղ մեղավոր չես մեկ, եւ երկրորդ ոչ ես, ոչ պապան չեն փոխվելու։ Մենք ոնց կայինք քո ծնողները, ինչ մահ մնալու ենք քո ծնողները։ Ուղղակի մենք իրար հետ էլ չենք ուզում ապրել։ Մենք ամուսիններ չենք լինելու այլևս, բայց ծնողներ լինելու ենք ոնց կայինք։
հա, ու այդ ճանապարհին ընդամենը վերցնել 1-2 խորհրդատվություն մասնագետի մոտ հասկանալ ոնց դա ներկայացնել երեխային 99% դեպքերում ստում են, խաբում են կամ ներարկում են շատ բացասական բաներ հոր կամ մոր մասին, այն մարդկանց մասին, ովքեր աստված էին այդ երեխայի համար։ Դու տեսնում ես ստրեսը, մեկը մեզ կա կանգնած, ու քո աստվածը մեղավոր է։ Հենց այն աստված ու մենք որպես հարակելական քրիստոնյա հարակելական եկեղեցու հետևորդներ հավատում ենք, բարձում է այդ աստվածը ինչ-որ բան է ինչի անում, պահո։ Մեր ստրեսը պատկերացրու, մենք հավատում էինք նրան, չէ՞։ Այ այդ ճանապարհը դարձնել քիչ ցավոտ երեխայի համար լրիվ իրատեսական է։ Այ ես դրա կողմն եմ, ես կողմնակից չեմ, որ իրար ատելով, իրար չսիրելով ապրեն։ Ես նաև կողմնակից չեմ, որ առաջին վեճին բաժանվեն։ Մի հատ վիճեցին, մի հատ էլ, ցո, ստեսություն։ Ինչ են շահում դրանից իրենք, ինչ է շահելու այդ երեխանով արդեն կա, հա? Ու առաջին հերթին հենց իրենք։ Ու ընդհանրապես դժվարությունները քաղցր բան են, հաղթահարելուց հետո քաղցր է լինում միշտ։ Բայց եթե կա որոշում ամուսնալուծվելու կան դրա համար հիմքեր, երեխայի համար դա դարձնել մինիմալ ստրեսային, մեր առաջին գործն է, ոչ թե վերջին։ Երբ մենք ընկնում ենք իրար ցավացնելու, իրար վիրավորելու, իրար ձեռից տուն խլելու, իրար ձեռից երեխայի խնամակալությունը խլելու հետևից մենք մոռանում ենք երեխային։ Այ դա աններելի է։ Ես որ չեմ ների հաստատ։ Միանշանակ համահույտ եմ։ Աննա ջան, եթե ձեզնից խնդրեին 10 պատվիրաններ, գրագետ, սնուցող, զարգացնող, խթանող, ծնող լինելու համար, դրանցից որոնք կլինեին ամենակարևորները։ Դրանց երևի 10-ից 9 անգամ չթվարկելով հավատացեք համընկնում է հենց կտակարանում գրված պատվիրանների հետ։ Մի ստիր երեխայիդ, եթե չես ուզում, որ ինքը քեզ մի օր ստի։ Էլի մի ասա բոլոր մանրամասները, երեխային չի կարելի ծանրաբեռնել ձեր ֆինանսական, անձնական եւ մնացած մանրամասները, բայց մի ստիր, առնվազն, չգիտեմ, մի վնասիր, մի գողացիր, եթե չես ուզում երեխադ գող մեծանա։ Հա, մի քարոզիր այն արժեքները, որոնց դու չես հավատում։ Մի արա այն, ինչին դու չես հավատում, բայց իրենից պահանջի, որ ինքը դա անի։ Եթե դու ասում ես դու պետք է պարկեշտ խոսես բոլորի հետ, բայց տանը քո սեփական ծնողների հետ կամ քո մյուս երեխաների հետ խոսում ես անպարկեշտ, ինքը խոսելու է անպարկեշտ։ Շատ բան չեմ հորինի այստեղ, բայց էլի գալով իմ ասածին ամենաառաջին պատվիրանը կլսեի սովորենք լսել երեխային։ Տեսնենք այդ հույզերի հետևում ինչն է, շատ խոսացնենք, սենց ատամներով լեզուն սենց պահելով, որ մենք այդ ընթացքում չասենք, ես ինչ անհեթեթություն ես ասում, բալիկ ջան, լսենք։ Հոգեբանն ինչ է անում մեծ հաշվով, ինքը լսում է։ Դուք իրեն փող եք տալիս, այո, դուք իրեն փող եք տալիս, որովհետև ինքը տարիներով սովորել է ձեզ լսել։ Դու հեր է ավարտել, վերապատրաստումներ անցել, որպեսզի ձեզ լսի, չընդհատի, չգնահատի, չխրատի, խորհուրդներ չտա, հոգեբանը խորհուրդ չի տալիս, չհավատակ, ով խորհուրդ տա, գնացեք այդ լավ հոգեբան չի։ Օգնի ձեզ, որ խոսակ այնքան ապահով միջավայրում։ Հոգեբանի ամբողջ մեծ դերը դա է ապահով միջավայր, դա եկեք մենք դառնանք մեր երեխայի համար, տունը դարձնենք այն ապահով միջավայրը, որտեղ ինքը իր թերությունները կարա ցույց տա։ Այդտեղ մենք իրենք կօգնենք դրանք շտկել։ Եթե տանը չսովորեցնենք շտկվել, դրսում ամենաանապահով միջավայրն է, որ ինքն իրան ցույց տա դրսևորիչ զայրույթը, հույզերը եւ այլն, չէ՞, եկեք տանը սովորացնենք։ Դրա համար պետք է սկսել լսել երեխային, որտեղ կհասկանաք, որ նախ իրենք շատ լավն են, շատ իմաստուն են, մենք իրենց շատ թերագնահատում ենք հաճախ։ Եվ երկրորդ խոսելուց հետո երեխան խոսի, մեկ էլ կպարզվի տակից իրական խնդիրը դուրս կգա, օրինակ ինքը ուզում էր նման լինել իր ընկերներին, դրա համար էր ուզում մազերը կապույտներ կերտի, իսկ մենք ասում էինք, այ հիմարով ես քեզ թույլ կտամ դու կամ ազատ։ Պարզվում է կապույտի կարիքը չուներ։ Ուղղակի ուզում էր լինել նման իր դասարանցիներին։ Մենք կգտնենք հաստատ մի ուրիշ ձև առանց կապույտ մազերի, որ ինքը նման լինի իր ընկերներին։ Բարեկամներ, լսենք մեր երեխաներին, սիրենք նրանց, մեր տունը դարձնենք իրենց համար հարմար, պաշտպանող միջավայր, որտեղ ինքը կարող է կիսվել իր բոլոր հույզերով, ընդունելի դարձնել իր բոլոր հույզերը եւ վերհանել բոլոր այն պատճառները, որոնք կարող են պատճառ դառնալ այսօրվա իր վարքագծի, որը ինչ որ պատճառներով մեզ համար անընդունելի է։ Խորհուրդներ մեր այսօրվա հյուրից լեզվաբան, հոգեբան, ծնողի կենտրոնի հիմնադիր Աննա Վելիցյանից։ Աննա ջան, անչափ շնորհակալ եմ քո հրաշալի զրույցի համար, շնորհակալություն եմ բոլոր մտքերի համար, որ այսօր կիսվեցիր մեզ հետ եւ հուսով եմ, որ նոր հանդիպումներ կունենանք։ Ես էլ եմ շնորհակալ։ Մինչ նոր հանդիպում կարծոլաբում, չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին։ Ցտեսություն։